армянского народа это особо не повлияет. Сегодня армянский народ делает правильный выбор. И будет в Армении власти. What future will Armenia have after? Что вы будете делать, если вы проиграете? Вернетесь в Россию, если будет возможно? Я никуда не вернусь. Я буду 10 лет работать в Армении. И не переживайте, у меня много работы. What future will Armenia have? Եթե ընդդիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Հետո էլի որ լսեմ, չեմ լսում։ Եթե ընդդիմությունը հաղթի, խաղաղ իշխանափոխություն կլինի։ Այդ եթեներով չխոսենք, կյանքը ցույց կտա։ Պարոն Կարապետյան, Մենք րոպե ժողովուրդ։ Պարոն Կարապետյան, դուք Փաշինյանը հնչեցրած մեղադրանքները չի հաղթել այս ընտրություններում, ձեր համոզմունքը ինչի վրա է հիմնված։ Տանդրեք տալու հետո։ Մեր համոզմունքը դուք այսօր տեսնեք ինչի վրա է հիմնված։ Այսօր բոլորս տեսնենք դա։ Իսկ դուք հանուն ինչպիսի Հայաստանի քվեարկեցիք, պարոն Կարապետյան։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, հանուն միավորված, հանուն այն մի բառը չեմ ուզում ասեմ, վտանգավոր բառը, շատ ենք դրա մասին ասել, բայց ամենայն դեպս մենք բոլորս միասին պետք է համախմբենք մեր ժողովրդին, մեր երկիրը պետք է համախմբենք, մեր սպյուրքին համախմբենք նորից մեր հայրենիքի հետ, իրենց հայրենիքի հետ, դրա համար եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ։ Ստացել եք ազդակները։ Փաշինյանը հայտարարում է, որ ըստ էության ոչ դուք, ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ մյուսները չեք կարողանա Հայաստանը լքել, ասում են, որ կհայտնվեք բանտում։ Ինձ մե ոչ ես, ոչ Քոչարյանը չենք էլ պատրաստում Հայաստանը լքենք, դրա համար ինքը դա հասկանալու ինձ ձևով խոսում։ Նկատի ունի ինքը որպես Я, честно говоря, не хочу на этот вопрос отвечать, потому что я даже не знаю, какие последствия будут. Но будут какие-то последствия. А если покупать часть продукции Армении, как вы думаете, которая не пойдет в Россию? Ну, какой-то часть. 3 абрикоса они могут. Больше я не знаю. Պարոն Կարապետյան, Ռուսաստանի այդ քայլերը, որ թույլ չեն տալիս մեր Սիրիանը, այսինքն գյուղմթերքը, ծաղիկները, խմիչքները արտահանվեն, այսինքն շուկաները փակված են։ Նայեք, դա ես չեմ ընդունում, եւ դա չեմ ընդունում, իրոք չեմ ընդունում, քանի որ դրանից տուժվում են հայ բիզնեսմենները, հայ ժողովուրդը, ցանկացած քայլ, ցանկացած երկրի կողմից, եթե արվում է ու տուժվում է հայ ժողովուրդը, ես չեմ կարող դա ընդունել։ Կարծիք կա, որ Ռուսաստանը ոնց որ հատուկ անում է, որ Փաշինյանին օգնի, այսինքն վատ տրամադրություններ գեներացնի ընդդեմ Ռուսաստանի, դրա միջոցով ընդդեմ ձեզ, եւ մարդիկ էլի տենց գորբոքված գնան Փաշինյանին ընտրել, որ ասեն, որ ռուսից տակից դուրս գան վերջապես, տեսեք ինչ էր անում էր դեմ։ Դուք ունեք նման տպավորություն։ Ինձ թվում է ռուսները ունեն իրենց շահերը եւ հետեւողական վարում են իրենց քաղաքականությունը, դա ոչ մի կապ չունի ոչ Փաշինյանի հետ, ոչ ինձ հետ, ոչ մի քաղաքական Փաշինյանին աջակցում է Ռուսաստանը կամ անձամբ Պուտինը, թե սա խաղ է, թե խաղ չէ բնական է։ Առաջինը իրենք շնորհավորեցին Փաշինյանին։ Միացյալ կարծում եք պայմանավորված է Փաշինյանը իրենց մարդն է։ Ինձ թվում է պայմանավորված բան չկա, բայց Ռուսաստանը նորից եմ ասում, հետևողական հետապնդում է իր շահերը Հայաստանում։ Իսկ ձեզ աջակցում է Ռուսաստանը, դուք Ռուսաստանի թեկնածուն ձեզ համարում եք։ Դուք տեսել եք, որ Ռուսաստանը ինձ աջակցել է, թե չէ։ Վլադիմիր Պուտինը միջնորդում էր, որ դուք կարողանաք ընտրություններին մասնակցել։ Վլադիմիր Պուտինը ընդամենը հայտարարել է, որ մարդիկ իրավունք ունենան, հնարավորություն ունենան մասնակցեն ընտրությունների։ Դա իհարկե չեմ համարում։